Եթերում սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Նախորդ շաբաթ հագեցած էր բանակի մասին հրապարակումներով։ Հունվարի 27-ն առաջին անգամ նշվեց որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, հունվարի 28-ին բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն էր։ Բանակի օրվան նախորդ օրը հիշատակի օր սահմանելու որոշումը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Ես ևս որպես հայոց բանակում ծառայած Հայաստանի Հանրապետության քաղաքացի դեմ եմ տոնական օրվան նախորդ օրը հիշատակի օր հռչակելուն։ Հասկանալի է, որ սեպտեմբերի 27-ին, նոյեմբերի 9-ին արգանքի Թուրքիա մատուցում 2020-ի պատերազմի զոհերին, մայիսի 9-ին հիշում ենք 90-ականների ու երկրորդ համաշխարհային պատերազմների հերոսներին, ապրիլի սկզբին 2016-ի քարորյա պատերազմում նահատակվածներին, բայց այդ օրերից որևէ մեկը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր հռչակելը ավելի տրամաբանական կլիներ։ Խոնարհվում եմ իրենց կյանքը անուն հայրենիքի զոհած մեր հայրենակիցների հիշատակի առաջ։ Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության ինքնիշխանության գլխավոր երաշխավորի հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Բանակ, որի մեջքը կոտրված է, բայց վստահ եմ ժամանակավոր։ Եվ ուրեմն, ինչ է անհրաժեշտ անել բանակի համբավը վերականգնելու եւ մեջքը ուղղելու համար։ Իշխանությունները հայտարարում են, թե վերջին տարիներին ձեռք է բերվել ժամանակակից սպառազինություն եւ որ թանկարժեք տեխնիկայի վրա ծախսվել են հսկայական միջոցներ։ Հասկանալի է, որ սա այն ոլորտն է, որի մասին պետք է հրապարակային քիչ խոսել, բայց հասարակությանը տրամաբանական մի հարց է հետաքրքրում։ Արդյոք ձեռք բերված զին տեխնիկան բավարար է այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար։ Առանցքային մյուս հարցը։ Շարունակ խոսում ենք ռազմաարդյունաբերության վերակենդանացման մասին։ Եվ ինչ։ Նախորդ տարեվերջին կառավարությունը բյուջետային վերաբաշխում կատարեց ու ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը հատկացված 5 միլիարդ 700 միլիոն դրամից 3 միլիարդ 200 միլիոնը կրճատեց։ Եթե ուժեղ բանակ ունենալը օրվա հրամայական է, ապա իշխանության այս որոշումը տարակուսելի է, առավել ևս որ Ադրբեջանի ղեկավարն է հայտարարում, թե ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, շատ երկրներ առաջնորդվում են ուժն է ծնում իրավունք կարգախոսով։ Ու միայն հայտարարությամբ չի սահմանափակվում։ Միլիարդներ է ծախսում սպառազինության վրա, բայց մենք խաղաղություն ենք քարոզում։ Աքսիոմատիկ ճշմարտություն է։ Խաղաղությունը հաստատում են ուժերի հետ։ Սուր թեմայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանին։ Վերջին 3 տարիների ընթացքում էապես փոխվել է զինված ուժերի հատկացվող դրամական միջոցների թիվը։ 2020-ից հետո մենք փոխանակ պատրաստվենք 2030-ի պատերազմի, մենք դեռևս 2020-ի պատերազմին ենք պատրաստվում։ Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը մեր երկրի ռազմավարական նպատակներից մեկն է։ Նախատեսել էինք տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմաարդյունաբերական ընկերությունների։ 5 աշխատանքային ամիս պետք է սպասես, մինչև տարատեսակ պետական մարմինը իրենց սահմանված գործառույթները կանեն կվերջացնի։ 2020 թվականի պատերազմից անցել է 5 տարի, ինչ էական փոփոխություններ են իրականացվել այս ընթացքում բանակում ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ եւ ինչ չի արվել։ Իրականում այն, ինչ կատարվել է այս մի քանի տարվա ընթացքում, կարող եմ ասել 2-2.5 տարվա ընթացքում, բավականին ուշագրավ է եւ բավականին հետաքրքիր զարգացումներով է տեղի ունեցել, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ շատ դանդաղ տեմպերով են դրանք իրականացվում։ Հենց Ադրբեջանի բանակը պատերազմից հետո կարծես թե իր բանակը սկսել վերաձևել, վերափոխել։ Ապա պետք է ասեմ, որ իրականում մենք շատ ցածր տեմպերով ենք առաջ շարժվում եւ կարելի է շատ ավելի արագ տեմպերով գործը գլուխ բերել։ Շատ կարեւոր եմ ես համարում ռազմամթերքի եւ զինտեխնիկայի ձեռքբերման գործընթացներն են, որով մենք կարողացանք դուրս գալ այն շրջապտույտի մեջից, որի մեջ մենք անդադ գտնվում ենք։ Այսինքն մեկ ռազմավարական գործընկերոջից կամ մեկ աղբյուրից ձեռք բերելու փոխարեն մենք արդեն ունենք առաջընթաց եւ մենք կարողանում ենք համալրել կարևոր զինտեխնիկայով մեկ այլ ռազմավարական գործընկերոջից կամ մեկ այլ աղբյուրից։ Ես շատ կուզենայի, որ
մեր բանակը ինքը ունենար գիծ ռազմաարդյունաբերությունը զարգացնող որևէ կառույց։ Սա շատ կարևոր բան է, որը չի արվել։ Նախորդ տարեվերջին կառավարությունը բյուջետային վերաբաշխում կատարեց 2025 թվականին ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը հատկացված 5.7 միլիարդ դրամից, կրճատելով 3.2 միլիարդը։ Որն է պատճառը, որ տեղական ռազմաարդյունաբերությունը չի զարգանում։ Ցավոք սրտի մեր երկրում կարծես թե ռազմաարդյունաբերությունը ոչ միայն դոփում է տեղում, այլ հետ ընթաց կա, եւ սա մեծ հաշվով խնդիր է մեր համար, մտածելու տեղիք է տալիս, որովհետեւ մի կողմից մենք նայում ենք, մենք ունենք մասնագետներ, հիանալի մասնագետներ, բայց մասնագետները կարծես թե ասում են, որ հնարավորություն չունեն, որպեսզի իրենք կարողանան իրենց գիտելիքները ցույց դնել եւ օգտագործել։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք ռազմաարդյունաբերության մասին, շատերի մոտ թյուր ըմբռնում է ստեղծվում եւ մտածում են, որ մենք պետք է ստեղծենք հրթիռներ, հրանոթներ եւ այլն։ Մինչդեռ ռազմաարդյունաբերության մեջ են նաեւ մտնում օրինակի համար ATS-ները, որոնք որ այս դարաշրջանում ժամանակակից պատերազմների մեջ էական դեր են կատարում։ Ռազմաարդյունաբերության մեջ են մտնում նաև գիշերային տեսանելիության սարքերը, որոնք որ շատ կարևոր դեր ունեն մարտավարական առումով։ Այնպես որ այս խնդիրները պետք է մենք կարողանանք լուծենք, այսինքն ռազմաարդյունաբերությանը պետք է զարգ տանք եւ կարողանանք զարգացնել ռազմաարդյունաբերությունը։ Իսկ զարգ տալու համար հարկավոր են պարզապես շատ պարզ մեխանիզմներ։ Դրանք են այսպես կոչված գրանտային խրախուսանքները, որով որ դու կարողանաս մասնագետներին խրախուսես, որ ստեղծեն լավը, ավելի լավը, շատ լավը։ Թե չէ, եթե մենք փորձենք պատվերներ տալ եղած, ռազմաարդյունաբերական կենտրոններին, ապա կստացվի նույն բանը, որ մենք ընկնենք շրջապտույտի մեջ եւ անդադ նույնը։ Իշխանությունները հայտարարում են, որ վերջին տարիներին ձեռք է բերվել մեծաքանակ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, ինչպիսին մեր բանակը երբևէ չի ունեցել։ Արդյոք դա բավարար է ներկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Ժամանակակից զարգացող աշխարհում շատ արագ փոխվում են մարտահրավերները եւ ցանկացած զինտեխնիկա ձեռք բերելուց հետո 1-2-3 տարի հետո դրանք բարոյապես սկսում են մաշվել, որովհետեւ զարգացող աշխարհում ի հայտ են գալիս նոր տեխնիկաներ, ի հայտ են գալիս նոր միջոցներ եւ այդ նոր միջոցներով կարողանում են շատ ավելի գլոբալ խնդիրներ լուծել։ Տեսեք, Ադրբեջանում հետաքրքիր միտում կա, իրենք 2020 թվականից հետո շեշտը դրեցին զենք զինամթեր գնելու վրա։ Սկզբնական շրջանում փորձ կատարվեց, որ իրենք եւս ռազմաարդյունաբերությամբ զբաղվեն եւ փորձեն ռազմաարդյունաբերությունը զարգացնեն, գործարաններ ստեղծեցին ATS-ներ արտադրելու համար եւ այլն, բայց հետո նորից իրենք պտտվեցին եւ եկան կանգնեցին ռազմամթերք զինտեխնիկա գնելու վրա։ Եվ այն ինչը որ կա Ադրբեջանում եւ ինչից որ մենք տեղյակ ենք, բաց աղբյուրներից հայտնի է, եւ այն ինչը որ մենք ունենք, որոնք որ բաց աղբյուրներից եւս հայտնի է, կարող եմ ասել վստահաբար, որ դրանք հակընդդեմ են, այսպես ասած, եւ դրանք կարող են հարցեր լուծել եւ դրանք կարող են խնդիրներ լուծել, բայց մենք չպետք է բավարարվենք միայն դրանով, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ բացի այդ բաց աղբյուրներից նաեւ կան փակ աղբյուրներ եւ կան փակ գործողություններ, որոնցից մենք տեղյակ չենք։ Ինչպես եք գնահատում պահեստազորի հետ տարվող աշխատանքները, դրանք բավարար համարում եք։ Իրականում ոչ, որովհետև պահեստազորի հետ այսպես աշխատելը այդքան էլ տեղին չէ, պետք է պահեստազորին մենք չդիտարկենք որպես դիրք պահող, սահման պահող, այլ պետք է մենք պահեստազորին դիտարկենք մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ պետքական են լինելու։ Այսինքն այդ մարդիկ, երբ որ գնում են 25 օրյա վարժանքների, 15 օրյա, քանի որ ուզում ա թող լինի այդ վարժանքները, այդ վարժանքներին, ապա իրենք պետք է լսարանից դուրս գնան պոլիգոններ, այնտեղից գան լսարան եւ իրենք կարողանան այդ իրենց գիտելիքները թարմացնել եւ իրենք կարողանան իրենց գիտելիքներով ավելի ամրապնդեն ինքնավստահությունը։ Ինչպես եք գնահատում բանակում վերջին փոփոխությունները, մասնավորապես կամավոր ապեստավորման ծրագիրը, պարտադիր ժամկետային ծառայության կրճատումն ու հունվարի ներկայացված նոր համազգեստը, որն այժմ զորային փորձարկում է անցնում։ Ես բավականին վերապահումներ ունեմ համազգեստի հետ կապված, քանի որ համազգեստը դեռևս այսպես լայն կիրառման մեջ չի մտել եւ դժվար է մի քիչ ասել, թե ինքը ինչ կիրառություն կարող է ունենալ։ Ընդհանրապես ես այստեղ մի փոքր խնդիր նկատեցի, երբ որ հայտնի տեսանյութը դիտեցի, անընդհատ հակնել, անդադ
շորը հագնել, անդադ հագնել։ Տագնապի դեպքում դա խնդիր է լինելու մեր համար։ Կապված այդ ժամկետի կրճատման հետ ինքը շատ լավ ծրագիր է, բայց եթե այս ծրագիրը նախընտրական ծրագիր է, ապա ես ցավում եմ դրա համար, որովհետև այս ծրագրին պետք է հետևեն մնացած բոլոր ծրագրերը, իսկ մնացած բոլոր ծրագրերի մեջ մտնում են պայմանագրային զինծառայողների հավաքագրումը լավ պայմաններով, խրախուսելի պայմաններով, կամավոր ատեստավորման մեջ խնդիրները մեծ են, շատ են։ Այստեղ ամենագլխավոր խնդիրն այն է, որ այսպես համահավասար պայմաններ են դրված եւ այդ համահավասարության սկզբունքից ելնելով խնդիրներ են առաջանում եւ չի կարող հետախույզը հանձնի նույն այն այսպես ատեստացիոն քննությունները, որոնք որ հանձնում է ATS-ի մասնագետը։ Իսկ եթե մենք սպային, որը որ մի 5 տարի չի գնացել որևէ տեղ վերապատրաստման, այդ սպայից պահանջում ենք գիտելիքներ, ապա այդ սպան վստահորեն կարող եմ ասել ինքը իր առօրյայից իմանալով, հա, կամ որոշակի բաներ նաև այդ պահի համար սովորելով կհանձնի ատեստացիոն այդ քննությունները, կստանա բարձր իր ուզած գնահատականը, բայց իրականում գետնի վրա մենք չենք ունեն այն արդյունքը, ինչը որ մենք ակնկալել էինք։ Արմավիրի Լուկաշին համայնք մեր երկրորդ այցելությանը Սարգսյանները անհամբերությամբ են սպասել։ 6 հոգանոց ընտանիքի յուրաքանչյուր անդամ հույս է փայփայել, թե ուր որ է Սուրանկյան նկարանող խումբը կգա եւ կավետի, որ նախորդ պատմության հերոսների օրինակով իրենց համար եւս անայդ մի բարերար տուն գնելու պատրաստակամություն է հայտնել։ Ու թեև նախորդ անգամ ասացի, որ ակնկալել թե մեր մշտական էջում հայտնվող յուրաքանչյուր ընտանիք կարժանա նույն բախտին զուր հույսեր շարքից է, այդուհանդերձ Սարգսյանների սպասումները եւս արդարացան, բայց որոշակի վերապահումով։ Բանն այն է, որ շինարարության ոլորտում մասնագիտացած մի քանի ընկերներ պատրաստակամություն են հայտնել տուն գնելու համար մի կլորիկ գումար տրամադրել։ Ու եթե գտնվեն այլ բարերարներ եւս, այս ընտանիքն էլ հրաժեշտ կտա խարխուլ վթարային կացաանին։ Ավելի հստակեցնեմ։ Պարզել ենք, որ Սարգսյանների տան հարևանությամբ գտնվող շենքում $35,000 երկսենյականոց բնակարան է վաճառվում։ Եթե այդ գումարի գոնե կեսը հավաքվի, հնարավոր կլինի այն գնել։ Իդեպ հարցին, թե ինչու են Արմավիրի Լուկաշին համայնքում բնակարանները այդքան թանկ, պատասխանել են, թե պատճառը արցախցիներին տրվող սերտիֆիկատներն են։ Մարդիկ մտածում են, որ կա պոտենցիալ գնորդ, ինչու գինը չթանկացնենք։ Ինչևէ, մեր նկարանող խումբը անապահով ընտանիքին ձեռնունայն չի այցելել։ Կենցաղային, տնտեսական ապրանքներ, սնունդ եւ ամենակարևորը գումար են հասցրել։ Եթե հաշվի առնենք նաև Սարգսյանների բանկային քարտին կատարված փոխանցումները, ապա ֆինանսական աջակցությունը կազմում է մոտ 1 միլիոն դրամ։ Բայց սա էլ ամեն չէ։ Նախորդ տեսանյութը դիտելուց հետո պարտատերերից մեկը, որին ընտանիքը մոտ 150,000 դրամ էր պարտք, զանգարել ու ասել է, որ հրաժարվում է այդ գումարից։ Բրավո, գովեստի արժանի արարք։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Երբ հույսն է թակում դուռը» տեսանյութը։ Ինամյա այս աղջնակի բարի, լուսավոր ու քաղցր ժպիտը հեռուստադիտողներին անտարբեր չթողեց։ Մեր նախորդ այցի ընթացքում ընտանիքի մայրը պատմում էր Վարդուհու առողջական խնդիրների, իրենց կենցաղի անմարդկային պայմանների ու անհաղթահարելի դժվարությունների մասին։ Այս ընտանիքի ցավալի պատմության հետքերով կրկին Արմավիրի մարզի Լուկաշին գյուղ գնացինք, այս անգամ մեր բարերարների հետ։ Գնացինք ասելու, որ մենակ չեն, որ իրենց ցավը տեսնող ու կիսող մարդիկ էլ կան։ Այս ամսի 27-ին որ պիտի գային, վարքյաններ էինք հաշվում, երեխեքն էլ նույնպես մամա վաղնա, ժամը քանիսին են գալիս, վայ ժամը արդեն 2-ն է, մամա հեսա կգան։ Մեր գործընկերների աջակցությամբ առաջնահերթ լրացրինք անհրաժեշտ իրերի պակասը։ Բազմոց գրուպը նրանց ներփաճաշակ, փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց նվիրեց։ Արգավանդեեմն էլ ոճային ու գեղեցիկ բասկաթոռ հասցրեց։ Գայանեն միանգամից կողմնորոշվեց։ Բազմոցը նաև մահճակալ կծառայի։ Իրականում բազմոցը կծառայի մահճակալ, քանի որ ամուսինս այստեղ էր քնում, ինքը կոտրված էր, արդեն բանի ոչ պիտանի։ Վերջին անգամ չեմ հիշում, որ թազա ապրանքեր են գնել։ Չի եղել էլ եթե հնարավորություն որ գնանք թազա գնանք։ Ամենասոցը հավանել եմ բասկաթոռը, որտեղ բացվողը փափուկը կարամ նստել վրան հերոստացող դիտել։ Դռներ ու պատուհաններ արտադրող շուկայում առաջատար Էկոկոմֆորտ ընկերությունն էլ տեղեկանալով ընտանիքի կուտակած պարտքերի ֆինանսական խնդիրների մասին գումարով աջակցեց Սարգսյաններին։
Գայանե ջան, գիտենք, որ շատ դժվարությունների միջով եք անցել, այսուհետ ցանկանում ենք, որ ձեր կյանքում լինեն միայն երջանիկ պահեր։ Գայանե ջան, թող բարի մարդիկ գտնվեն ձեր կողքին լինեն, որ երեխաներին հասցնեք իրենց նպատակին։ Ձեզ ցանկանում ենք ամենալավ։ Շատ շնորհակալ եմ նախ Սուրանկյան հաղորդաշարից լուսաբանելու համար, որ ձեր նման մարդիկ մեր կողքին հայտնվեցին։ Հեռախոսներով փոքրիկներին ուրախացրեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Մարկն ու Վիկտորիան արդեն սմարթֆոններ ունեն։ Երջանկությունն այնքան մեծ էր, որ քույր ու եղբայր շտապեցին փորձարկել հեռախոսները։ Մի կարիդ է առաջինը պապային զանգ է։ Դե ուրախ եմ, որ հեռախոս ունեմ։ Ու ես բարի մարդիկ, որ ինձ հեռախոսը նվիրել են։ Շատ էի ուզում հեռախոս ունենայի, որովհետև մայրիկս գնում է գործի, ուզում եմ նրա զանգել, հետո խոսամ։ Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ կազմակերպեց Ակվատեկ մարզառողջարանային համալիրը, ամբողջ ընտանիքին հրավիրելով ամենամեծ ջրային զվարճանքների գոտի։ Գայանե ջան, Ակվատեկ ընկերությունը ձեր պատմությունը լսելով փորձեց մի փոքր ուրախություն երեխաներին պարգևել, ինչպես Վարդուհին է ձեզ ուրախացնում, ձեր ընտանիքի ուրախությունն է, այնպես էլ մենք ձեր ամբողջ ընտանիքին Վարդուհի հետ միասին ուզում ենք ուրախություն պարգևել եւ հրավիրում ենք Ակվատեկ հետաքրքիր ուրախ ժամանց անցկացնելու մեր ջրային գոտում։ Շնորհակալ ենք ձեզանից, որ չեք անտեսել մեր փոքրիկներին։ Հաջորդ օրն արդեն երեխաները վայելում էին իրենց խոստացված անմոռանալի ժամանցը, լիարժեք ապրելով հեքիաթային իրականության ամեն մի պահը։ Օրվա վերջում էլ ճաշակեցին ընկերության համեղ հյուրասիրությունը։ Մեր գործընկերները Սարգսյաններին նաև սննդի մի քանի ամսվա պաշար էին ուղարկել։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների մեծ տեսականին ապահովեց Իջևանի գինու կոնյակի գործարանը։ Առողջ սննդի հարցն էլ հոգաց Արզնի հոլդինգի ղեկավարությունը։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Իր հոգատարությամբ ու աջակցությամբ առանձնացավ նաև Սանֆոդ ընկերությունը, որն իր համեղ ու օգտակար արտադրատեսակներից էր ուղարկել տանտիրուհուն։ Դա սնունդի ակին մեծ օգնություն էր, մոտավոր երևի 2-3 ամիս եւ ավել սնունդի վրա գումար չենք ծախսի։ Իսկ Արաքս թռչնաֆաբրիկան ընտանիքի սննդի ռացիոնում ապահովեց մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին ուղարկել հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ, իսկական երջանկություն մի սիրող փոքրիկների համար։ Արտուր ջան, ծանոթանալով ձեր ընտանիքի պատմությանը, Արաքս թռչնաֆաբրիկայի կողմից ձեզ բերել ենք տեղական հավամթերք եւ կիսաֆաբրիկատների համեղ տեսականի ձեր խոհանոցի եւ սննդի հոգսահոգալու համար։ Շատ շնորհակալ եմ ձեր ընկերությունից, բոլորիցս շնորհակալ եմ։ Ձեզ եւս շնորհակալություն։ Այս աջակցությունը լիարժեք չէր լինի առանց երեխաների սիրելի քաղցրավենիքների, փոքրիկների անուշեղենի ահռելի պաշարն էլ լրացրին Տավուր Սվիթ եւ Ռուսկի բիսկվիտ ընկերությունները։ Խմորեղեն, նրբահամ բիսկվիտներ ու շոկոլադ էին ուղարկել երեխաներին։ Փոքրիկները տեղում շատ արագ համտեսեցին սիրելի քաղցրավենիքները։ Որն է ամենաշատ եղել քո սրտով։ Քաղցրավենիքը։ Դե որ տենում եմ երեխեքի դեմքին շպիտ կա, դա արդեն իմ համար ամեն ինչ է։ Շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ բոլորից։ Ընթերցասիրությունն էլ աչքաթող չէին կարել։ Կարդալ սիրող երեխաներին բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր նաև տետրեր էինք տարել, որը նրանց հասցրել էր Edit Print ընկերությունը։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը բարեհաջող ու ապահով տեղ հասցրինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ, որը մշտապես Սուրանկյուն հաղորդաշարի կողքին է։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Անտոշկա մանկապարտեզից, Arix Group-ից, Դավիթից, Ցանցերի աշխարհ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր մի լումա անգամ դրեցին, որ իմ երեխաների դեմքին ժպիտ պարգևեն, մեր դեմքին։ Որը որ պարտ պետքա տան, որը որ հոսանք, ասենք տան վրա դե ասենք շատ բաներ կա, հիմա չենք առնելու, կմտածենք մարդու կնիկ ինչի վրա պետքա ծախսենք։ Բայց սա դեռ ամենը չէ։ Պարզվում է մեր հաղորդումից շատ չանցած Արթուրին զանգահարել է պարտատերերից մեկը ու ասել, որ կարող է վերցրած 140,000 դրամ պարտքը չվճարել։ Տղամարդը պատմում է, որ ականջներին չէր հավատում, աննկարագրելի ծանր բեռ է ընկել նրա ուսերից։ Զանգ եկավ, ճիշտ ասած իրան խոսք է թե որ ապրելին պետքա տան, ու ասենք քիշերցրեք, ոնց ասենք քունը մարդու չտան, էլի չգիտես որ դուս պետք է տաս։ Սա առանց զանգեց ասաց Արտուր ջան, ասում է, այդ որ դու 140,000-ը պետքա տասի ինձ, ասում է, պետք է որ աշխատես, քո երեխեքի վրա կծախսես։ Ասում է, երեխեքդ էլ առողջությունները, ինձ անչափ ուրախացա։ Անկեղծ չեմ սպասել, որ այսպիսի մեծ արձագանք կլինի, չգիտեմ, հոգուս խորքում
չգիտեմ, խոսքերն ավելնորդ են, չեմ կարող բացատրեմ այդ բառերով այդ ուրախությունը։ Ինչպես եւ մեր նախորդ ընտանիքի դեպքում Սարգսյաններին էլ Անանուն մի բարերար է զանգել ու ասել, որ շատ է ցանկանում նրանց համար տուն գնել, բայց ֆինանսական միջոցները ամբողջությամբ չեն բավարարում։ Բարի մարդկանց օգնության ու աջակցության կարիքը կա համախմբվելու մեծ ու բարի գործի շուրջ։ Անանուն բարերար զանգել է ինձ, ճիշտ ասած չգիտեմ անունը, տան համար ասեց, որ տուն նայեք, այդտեղ տուն նայեք, մեկ էլ գինը ասեք տան, ես ճիշտ ասած չեմ հավատում, հոգուս խորքում չգիտեմ էլի, ինչեւ երևի տանը չլինեմ, չեմ պատկերացնի, որ կարա իմ կյանքում տես փոփոխություն լինի, ուղղակի ոնց որ ասած գումարը շատ մեծ է տան, չգիտեմ, իրանք չեն կարողանում այդքան մեծ գումար հավաքեն, հայտարարեն, որ այդ տունը գնենք, սպասում ենք բարի մարդկանց արձագանքներին։ Բոլորից անչափ շնորհակալ եմ։ Ասու չափ էլի գոհ շնորհակալ եմ, որ իրենք մի դրամն էլ որ ասենք մեր վրա շատ շնորհակալ եմ։ Դրամական օգնությունը Սարգսյաններին շարունակվել է նաև տարբեր անհատների կողմից։ Կայանեի բանկային քարտին դրամական մեծ փոխանցումներ են կատարել մեր հավատարիմ ու սրտացավ հեռուստադիտողները, ինչը վստահաբար դեռ շարունակական է լինելու։ Գայանեն մեզ տեղեկացրեց, որ հավաքված գումարով առաջնահերթ կհոգան Վարդուհու բուժման ծախսերը, այնուհետև կմարեն կուտակված պարտքերը։ Դե ինչ, Սարգսյան ընտանիքում եւս այլևս նոր իրականություն է, որտեղ ցավը, հուսահատությունն ու վախը դարձան անսասան հավատ ու չմարող հույս։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Հայաստանում համատարած խախտվում են քաղաքացիների աշխատանքային իրավունքները։ Ով աշխատի, նա կուտի ժողովրդական ասացվածքը չի պատասխանում այն հարցին, իսկ որքան աշխատողը։ Մինիմալ աշխատող, մաքսիմալ աշխատանք։ Տարվա ընթացքում հարյուրավոր բողոքներ են անցնում հենց այն նույն գանգատներով։ Սա հազանգ է։ Միտեղ տարիներով աշխատել է, վերջում պարզվել է չի կարող այդ մասին ապացուցել, գրանցված չի եղել։ Ինչ այնտեղ երթող աշխատանքներ կար։ Ամբողջը արել է։ Գործադուլի էին դուրս եկել, պահանջում էին աշխատավարձի բարձրացում։ Իրանց կողմից ոչ մի պատասխան չի եկել։ Պարտականությունները, որ դրել են իր ուսերին, մի մարդու տանելու բան չէ։ Ասացի, իսկ ինչքան պետք է ինձ վճարեք, ասում են վճարելու բան չունեմ։ Ուր է տեսչականը, առնվազն պաշտոնական հարթակներում չեն կիսվել տեղեկությամբ։ Ոչ բոլոր դեպքերում է, որ հնարավոր է հասնել արդյունքի։ Առել են ակցիանի մեջ եւ կոպիտ մեթոդներով ձերբակալում են։ Այդ գրառումը ընդհանրապես քննադատություն է։ Իրավապահները դա գնահատել են որպես հանցագործություն։ Մենք ունենք պայքարող մարմին։ Իսկապես մեծ խնդիր են հանրային ընկալումների տեսանկյունից եւ ունեն հազարավոր դիտումներ։ Դու չես երևում, ըստ այդմ դառնում ես ավելի համաձայն։ Եթերում արտահայտված նրա խոսքերը գնահատվել էին որպես ազգային արժանապատվության վիրավորանքի դասավորում։ Մարտավարյան քչեց խուլիգանություն։ Դա քրեական հետապնդման հիմք չէ։ Պրոյեկտը պայքել է հենց հիմա վարկե։ Դրանք հաճախ գնահատվում են որպես մեդիա միջոցներով դասավորված խուլիգանություն։ Հերո գնացեք, օրինակ էկրաններից ես այս բառն եմ հիմա օգտագործել։ Պետությունը պետք է ինչ-որ կերպ սահմանափակի։ Այդ անոնց չես կարող բարձրացնել։ Վերջերս ուսումնասիրում էի մի զեկույց, որը ըստ տրամաբանության պետք է մտորելու լուրջ տեղիք տար հատկապես իշխանություններին, որոնք պատե-անպատե հայտարարում են, թե բռնել են եվրոինտեգրման ուղին։ Եթե զեկույցը երկու բառով ներկայացնեմ, կստացվի, որ Հայաստանում քաղաքացիների աշխատանքային իրավունքները համատարած խախտվում են։ Իսկ ով է զեկույցի հեղինակը? Եվրախորհրդի սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն, որը նաև արձանագրում է, թե Եվրոպայի սոցիալական խարտիայով սահմանված աշխատանքային իրավունքների վերաբերյալ երաշխիքները մեր երկրում չեն պահպանվում։ Զեկույցի հեղինակների առկա է անհամապատասխանության 8 եզրակացություն։ Անդրադառնում հիմնականներին։ Եվ ուրեմն, եվրոպացիների դիտարկմամբ մեր աշխատաշուկայում սահմանված աշխատաժամանակը խելամիտ չէ, խախտված են անվտանգ ու առողջ աշխատանքային պայմանները, չկա արդար վարձատրություն, կոլեկտիվ բանակցությունների մշակույթի փոխարեն ծաղկում է խտրականությունը։ Հիմա թե ինչ են ասում այս առնչությամբ տեղացի մասնագետները։ Նշում են, թե եվրոպացիների մտահոգությունները տեղին են։ Նրանց գնահատմամբ, թե մեր աշխատանքային օրենսդրությունը մոտ է կատարյալին, սակայն իրականությունը ոչ մի աղերս չունի թղթի վրա գրվածի հետ։ Մասնավորապես շարունակում է համատարած գործել ինչ օրենք, ինչ բան սկզբունքը։ Որպես ասվածի ապացույց զրուցել ենք մի քաղաքացու հետ, ով աշխատել է թե պետական, թե մասնավոր հատվածներում, եւ պնդում է, որ թե առաջինում, թե երկրորդում իր իրավունքները ոտնահարվել են։
Իսկ ամենազավեշտալին այն է, որ պետական բուժհաստատությունում նրան հրաժարվել են վճարել փորձաշրջանի համար։ Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի աշխատանքային ստրկության ստվերը տեսանյութը։ Բոլոր տեղերում մեծամասնությունը դա է։ Մինիմալ աշխատող, մաքսիմալ աշխատանք։ Տիկին Ասյան դեռ 90-ականներից տարբեր ոլորտներում է աշխատել, սպասարկումից մինչև բուժօգնություն, նաև վարսահարդար է եղել։ Հիմա հետ նայելով հասկանում է աշխատանքային հարուստ կենսագրության մեջ եզակի հատուկենտ օրինակներ ունի, երբ իր աշխատանքային իրավունքները չեն ոտնահարվել։ Միտեղ տարիներով աշխատել է, վերջում պարզվել է չի կարող այդ մասին ապացուցել, գրանցված չի եղել։ Մեկ ուրիշ տեղ ընդունվել է պարտականությունների այլ ծավալի մասին իմանալով, գործի անցնելիս ասել է, թե պայմանագիրը ստորագրելուց հետո տեղեկացել է, դրանք անգամներ շատ են ու այսպես շարունակ մասնավորից մինչև իսկ պետական բուժհաստատություն։ Այնտեղ ուրեմն ասեցին 10 օր դուք աշխատելու եք մի պայմանով տեսնենք փորձական շրջան։ Բայց դուք վարձատրվելու եք։ Պատկերացրեք 5-6 օր ինչ այնտեղ կեղտող աշխատանքներ կար, ամբողջը արել եմ։ Տեսա չէ չեմ կարողանում արդեն ազնվությամբ շատ ծանր է լինում։ 5 օր անց ես ասացի, որ ես պետք է գնամ ուրիշ տեղ։ Ասացի, իսկ ինչքան պետք է ինձ վճարեք, ասացի, մենք վճարելու բան չունենք ձեզ։ Առաջարկը, որ ուրիշ տեղից ավելի բարձր վարձատրության խոստումով ստացել էր Տիկին Ասյան, ինչպես ինքն է պատմում, մասնավորից էր։ Այստեղ չստեցին աշխատանքի դիմաց, վճարեցին, միայն թե ընթացքում պարզվեց պարտականությունները, որ դրել են իր ուսերին, մի մարդու տանելու բան չէ։ Ֆիզիկապես անհնարին է անել, որքան էլ ամսվա սկզբին բանկային հաշվեհամարին երևացող թվերը մոտիվացնեն։ Ուրեմն մի մաքրուհուն հասնում էր 80 մետր երկարությամբ խանութ սպիտակ մետլախով։ Դիմացը մի մեծ ամբողջ տարածք էր։ Այդ տարածքն էլ էր այդ մեկինը։ Հետևն էր մեծ տարածք ծառերով, 4 հատ պահեստ էր։ Ամեն մեկին 2 պահեստ։ Մի պահեստը 4 հարկանի, մյուս պահեստը 2 հարկանի։ Այդ ամբողջ տարածքը իմն էր, մի հոգու։ Ոտքերս շարքից դուրս եկան, առողջական խնդիրներ ձեռք բերեցի, շարունակում է Տիկին Ասյան։ Լավ աշխատող էր, մինչև իսկ վարձատրությունը բարձրացնել են առաջարկել, ասել են 200,000-ը 300 կդարձնեն, պատասխանել է թեկուզ 400 առաջարկեք, այլևս չեմ կարող։ Թեպետ մինչև այս խոսակցությունը առաջարկել է իրեն ավելի շատ գումար տալու փոխարեն գործընկերոջ բերել, աշխատանքը կիսել, չեն համաձայնել, ձեռնտու չեն համարել։ Ով աշխատի, նա կուտի ժողովրդական ասացվածքը չի պատասխանում այն հարցին, իսկ որքան աշխատողը։ Երևի թե այս համատեքստում անիմաստ է ընդհանրապես խոսել աշխատանքը գեղեցկացնում է մարդուն բանաձևի մասին։ Բայց փաստորեն սրանք իսկապես կարևոր հարցեր են, որոնք երբեմն իսկ ավելի կոնկրետ, առավել հաճախ անտեսում են մեր գործատուները։ Եվրաինտեգրման ճանապարհը բռնած Հայաստանում համատարած խախտվում են քաղաքացիների աշխատանքային իրավունքները, եվրոպական սոցիալական խարտիայով սահմանված հոդվածները մեր երկրում չեն պահպանվում։ Այս մասին նշվում է Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների կոմիտեի հրապարակած աշխատանքային իրավունքների վերաբերյալ 2025 թվականի զեկույցում։ Կոմիտեն եզրակացրել է, որ Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում այս հոդվածներից որևէ մեկին, անհամապատասխանության 8 եզրակացություն են ներկայացրել։ Խելամիտ աշխատանքային ժամանակ, անվտանգ եւ առողջ աշխատանքային պայմանների իրավունք, անվտանգության եւ առողջության կանոնակարգեր, արդար վարձատրության իրավունք, կազմակերպվելու իրավունք, կոլեկտիվ բանակցությունների իրավունք, համատեղ խորհրդակցություններ, բանակցային ընթացակարգեր։ Սա հազանգ է եւ պետք է սրա մասին մտածել։ Այն, ինչ եվրոպացիները գրել են իրենց զեկույցում, անակնկալի չի բերել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահին։ Էլեն Մանասերյանի ձեռքի տակով տարվա ընթացքում հարյուրավոր բողոքներ են անցնում հենց այն նույն գանգատներով, որոնք արդեն փաստացի մինչև եվրոպական պալատ են հասել։ Որ իրավունքներն են առավել հաճախ կամ ամենաշատը խախտում մեր գործատուները։ Մանասերյանի պատասխանը միանգամից է։ Բոլոր այն իրավունքները, երաշխիքները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետությունում խախտվում են։
Չկա որևէ իրավունք, որ ես ասեմ, այս մեկ ավելի շատ է խախտվում, քան այս մյուսը։ Օրենսդրությունը բավականին լավն է, շատ ավելի լավը, քան իրավակիրառ պրակտիկան։ Մենք այստեղ ավելի շատ պրակտիկայի խնդիր ունենք։ Իսկ որ ոլորտից են առավել հաճախ ահազանգում, Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահն ասում է սպասարկման, դարձյալ սպասարկման, բայց նրա խոսքով ոչ թե այն պատճառով, որ մյուս բոլոր տեղերում իրավիճակն ավելի լավն է, այլ պարզապես բողոքներն են այստեղից շատ, թվերն են խոսում։ Եթե համեմատության մեջ տեսնենք, թե որ ոլորտում ավելի շատ է, եթե մենք խոսում ենք առողջ եւ անվտանգ աշխատանքային հարաբերություններից, ապա դա ավելի շատ արտադրության ոլորտն է։ Շարունակելով առողջ ու անվտանգ աշխատանքային պայմանների թեման, Սուրանկյան զրուցակիցը հիշեցնում է, Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի մոտ 50 հորատողներ օրերս գործադուլի էին դուրս եկել, պահանջում էին աշխատավարձի բարձրացում եւ անվտանգության նորմերի բարելավում։ Մենք կոնկրետ թվեր ենք իրանց ներկայացրել, իրանց կողմից ոչ մի պատասխան չի եկել։ Գործադուլավորների խոսքով այն աշխատավարձը, որ ստանում են, չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքի ծավալին ու բարդությանը, չհաշված, որ երբեմն իրենց ուսերին դնում են նաեւ պարտականություններ, որոնց մասին խոսք չկա աշխ պայմանագրերում։ 500 աշխատակցից մոտ 50-ի, այսինքն ընդհանուր կազմի շուրջ 10%-ի բողոքն առայժմ օդից արկախված է մնում։ Հանքը նրանց առաջարկ չունի գործադուլավորներին աշխատանքից չազատած, այս հայտարարությունը հնդածս տարածեցին, մրցունակ աշխատավարձով կայուն աշխատանքի հրավեր արեցին եւ մամուլը վկայաբերելով Ալավերդու նախկին փոխհամայնքապետ եւ այժմ Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի Արհմիության ղեկավար Սասուն Վարդումյանի խոսքերը գրեց, թե բողոքավորներին փոխարինելու համար Հնդկաստանի մոտ 20 քաղաքացու արդեն տեղավորել են փոքր Այրում գյուղի հյուրատանը, թեպետ աշխատանքի դեռ չեն ընդունել։ Այստեղ միայն աշխատավարձի հարցը չէ, շատ ավելի կարևոր է, բայց բոլորի կողմից դա անտեսված հարց է, առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը, որը գործատուի պարտավորությունն է, որը Հայաստանի Հանրապետության համար միջազգային պարտավորություն է, չունենք նույնիսկ այդ նորմերը։ Ինչ է ասում կամ ինչ կարող է ասել պետությունը։ Ունենք առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին, սա ըստ էության առաջին դուռն է, որ կարող է թակել այն քաղաքացին, ում աշխատանքային իրավունքները ոտնահարվել են։ Տեսչականի կայքում կարդում ենք, իրենց նպատակն է օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով առողջապահության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման ապահովումը։ Միաժամանակ ի թիվս այլնի իրենց առաջ ունեն խնդիր աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման եւ աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտներում։ Հարց՝ ուր է տեսչականը, առնվազն պաշտոնական հարթակներում չեն կիսվել տեղեկությամբ։ Ինչ են արել, ինչպես արձագանքել Աղթալայի հանքում աշխատելու հետ կապված բողոքներին։ Եթե ոչ աշխատավարձի բարձրացման պահանջի, ապա առողջ ու անվտանգ միջավայրի համատեքստում։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ցավոք շատ սահմանափակ լիազորություններ ունի օրենքով։ Բողոքի արդյունքում տեսչական մարմինը պարտավոր է 3 օր առաջ տեղեկացնել տնտեսվարողին, որ ես գալու եմ քեզ մոտ ստուգման, ինչ է անելու տնտեսվարողը 3 օրում։ Բնական է, չէ, ամեն ինչ լինելու է իդեալական։ Տիկին Ասիային եմ հարցնում, ձեր աշխատանքային իրավունքները բազմիցս խախտվել են։ Տեղյակ եղել եք, որ կարող եք դիմել աշխատանքի տեսչականին։ Չեմ իմացել, ոչ, որտեղ դրա մասին ընդհանրապես հիմնականում չի խոսվում։ Մնում է դատարանը, այս ատյանում էլ մասնագետների գնահատմամբ գործերը կարող են տարիներ տևել, իսկ մարդիկ խուսափում են քաշքշոցի մեջ ընկնելուց։ Այսուհանդերձ փաստաբանի խոսքով, եթե արտադատական մարմնի տեսչականի գործունեությունից անտեղյակ են քաղաքացիները, իրավունքների պաշտպանության կամ վերականգնման համար դատարանն իսկապես մնում է հնարավոր վերջին օղակը, որքան էլ գործընթացը երկար տևի, իսկ տուժողն այս ու այն կողմ գնա։ Ես արդարացիորեն ասեմ, որ դատարանում եւս ոչ բոլոր դեպքերում է, որ հնարավոր է հասնել արդյունքի։ Չեմ կարող ես միանշանակ ասել, որ տեսչական մարմնի արդյունքը երաշխավորված չի, դատարանինը հաստատ երաշխավորված արդյունքի ենք հասնում, ոչ։ Մեր օրակարգի անբաժան մասն են դարձել խտրականության զոհ դառնալու մասին հայտարարությունները։ Եվրոպացիներն էլ աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրենց զեկույցում նշել էին, որ Հայաստանում սրա հետ կապված իրավիճակը եւս մտահոգիչ է։ Կինը չունեցավ առաջընթաց սեռով պայմանավորված, տղամարդու ուսերին աշխատանքային իրավահարաբերություններից չբխող պարտականություն դրեցին, որովհետև այո, նա տղամարդ է։ Հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի չընդունեցին իր ֆիզիկական սահմանափակումների պատճառով եւ այսպես շարունակ։ Իսկ օրինակ հենց նույն դատարանում ինչպես ապացուցել այս ամենը։ Զոր օրինակ, որ հաստիկային առաջխաղացման համար ոչ թե մասնագիտական որակները, այլ սեռն է որոշիչ եղել։ Դե եկ ու ապացուցիր, հարգելի քաղաքացի տուժող։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։ Մի հարց ունեմ եւ գուցե այն զարմանալի թվա։ Կասեք, թե ինչ է նշանակում գողություն։ Այո,
ուրիշի գույքը առանց նրա իմացության եւ թույլտվության տանելը։ Դասագրքային ճշմարտությունը։ Իսկ ինչ է սպանությունը, կպատասխանեք մարդուն կյանքից զրկելը։ Եվ այսպես պարզ կարելի է բացատրել քրեական օրենսգրքի գրեթե բոլոր հոդվածների էությունը։ Բայց կարող եք ասել, թե ինչ ասել է խուլիգանությունը։ Ազնիվ լինեմ, մեզ հարցին պատասխանելը բավականին դժվար է։ Բանն այն է, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Դե հիմա պատկերացրեք, թե որքան բարդ է բացատրել, թե ինչ է մեդիա խուլիգանությունը, այսինքն խուլիգանությունը, որը կատարվում է տեսադիտողական միջոցներով։ Վերջին տարիներին քրեական օրենսգիրքը համալրվել է նոր հոդվածներով, որոնք պատիժ են նախատեսում մեդիա տիրույթում կատարվող տարբեր իրավախախտումների համար։ Թվում է, թե իրավապահները հասկացել են, որ հանցագործության այս ձևը կարող է զանազան դրսևորումներ ունենալ, այդ իսկ պատճառով էլ շարունակ նոր հոդվածներ են ավելացնում, բայց արյոտես, որ դրանցով հիմնականում թիրախավորվում են քաղաքական հայտարարություններ անող անձինք։ Այսինքն մասնագետների կարծիքով քրեական օրենսգրքի նոր հոդվածները ոչ թե հանրային շահի պաշտպանության խնդիր են լուծում, այլ պարզապես ճնշում են այլախոհությունը։ Ասեմ, թե ինչու են այդպես կարծում։ TikTok հավելվածի յուրաքանչյուր օգտատեր կհաստատի, որ այս հարթակում համատարած հնչում են հայախառն ելույթներ, գերակշռում է ատելության խոսքն ու ազգամիջյան թշնամանքի քարոզը։ Եվ ինչ եք կարծում, քանի հոգի է դրա համար հայտնվել ճաղավանդակների հետևում։ Բայց չէ՞ որ հիշատակածս օրենքները ըստ տրամաբանության գրվել են հենց այդ երևույթների դեմ պայքարելու համար։ Սակայն բավական է, որ որևէ անդիմադիր օգտատեր հանդես գա ոչ իշխանահաճո քննարկումներով, անմիջապես կհայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում։ Արմեն Աթալյանն է ուսումնասիրել քրեական օրենսգրքում տեղ գտած այս հանցատեսակի առանձնահատկություններն ու սողանցքները եւ այժմ կներկայացնի օրենքի ընտրովի մահակը տեսանյութը։ Կադրերում իրավապահները ինչ որ անձի առել են ակցիանի մեջ եւ կոպիտ մեթոդներով ձերբակալում են։ Խիստ վտանգավոր անձ է հավանաբար, զինված է գուցե, չափազանց ծանր հանցանքի մեջ է մեղադրվում։ Ոչ, նա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է, ով սոցիալական ցանցի իր էջում մի քանի թթու խոսք է գրել իրավապահների հասցեին։ Իրավապահները դա գնահատել են որպես հանցագործություն։ Քննիչի դատախազի կամ դատավորի մասին արատավորող տեղեկություն հրապարակելը այս դեպքում իմ կարծիքով չի կարող համադրելի լինել Ալեքսանդր Կոչուբաևի հրապարակային խոսքին Facebook-յան գրառմանը, որտեղ այդ գրառումը ընդհանրապես քննադատություն էր պարունակում։ Փաստաբանին դատարանը տարել է կալանքի, այնուհետև հանրային ճնշման ներքո փոխել խափանման միջոցը։ Բայց ինչ է ստացվում։ Մարդը գնահատական է տալիս պետծառայողների աշխատանքին, այդ վերաբերմունքն ինչ որ անձինք գնահատում են որպես սեփական անձն արատավորող տեղեկատվություն։ Սոցիալական հարթակներում իրավապահներին ուղղված քննադատությանը քրեական գործով արձագանքելու առաջին դեպքը չէ սա։ Անձը դժգոհություն է հայտնում, բառի ամենաուղիղ իմաստով դժգոհություն է հայտնում ոստիկանության անգործության համար, այն բանի համար, որ ադրբեջանցիները կարող են երգել եւ ապարել հանրապետության հրապարակում եւ ոստիկանությունը դրանից տեղյակ չլինի, եւ անձը հայտնվել է մեղադրյալի աթոռին, խոսքը գնում էր ատելության խոսքի անհանդուրժականություն տարածելու մասին, ըստ մեղադրանքի դա վերաբերվում էր իրավապահմանին եւ իշխանություններին։ Ընդհանրապես վերջին շրջանում քննչական մարմինները համացանցով արտահայտվող կարծիքները հեշտությամբ սկսել են տեղավորել քրեական տարբեր հոդվածների տրամաբանության մեջ։ Մնացած հատկանիշները, որ անհրաժեշտ են այդ արարքների համար, մի կողմ են դրվում շատ հաճախ, որակում է ուտ այդպես մի հատ հայհոյան քնչեց խուլիգանություն, մի հատ ինչ որ չար մաղթանք, չակերտավոր ասենք, բռնության կոչ եւ այլն։ Սա չարաշահումը բուն միտք է, այսինքն դա լիներ թերթում տպագրած, դա ներ հրապարակում ասված, ենթադրում եմ, որ նույնպիսի գնահատական կտային, սխալ գնահատական։ Կա կարծիք, որ հենց այս մեխանիզմով էր ժամանակին հարուցվել քրեական գործ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ, ով մահացավ իր գործի քննության ժամանակ հենց դատարանի դահլիճում։ Եթերում արտահայտված նրա խոսքերը գնահատվել էին որպես ազգային արժանապատվության վիրավորանքի դրսևորում։ Պատահական զուգադիպությամբ համացանցում գրառումներով կամ տեսանյութերով արտահայտած մտքերի համար հիմնականում քրեական հետապնդման են ենթարկվում մարդիկ, որոնք ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեն։ 95% պլյուս գործերում այդ ատելության խոսք կոչվածի թիրախում խոսքի գտնվում էին իշխանությունները։ Այստեղ կամ պետք է եզրակացնենք, որ ընդդիմադիր հայացք ունեցող 95%-ն է այդպեսին, չէ՞, ինչը մի քիչ մեծամիտ կհնչի, կամ ուրեմն կողմնակալ են առնում գործերը, կամայական են հարուցվում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախադեպային վճիռներով ֆիքսել է, որ քաղաքացիները կարող են իշխանության վերաբերյալ արտահայտել շատ ավելի սուր կարծիքներ եւ դա քրեական հետապնդման հիմք չէ։ Ահավասիկ եվրոպական դատարանում քննված գործի մանրամասները դեպքը տեղի է ունեցել ոչ Հայաստանում։ Մեղադրյալի աթոռին հայտնված անձը կոչ էր արել պատրաստել հատուկ վառարան քաղաքի կենտրոնում, օրը 2 անգամ այրել այնտեղ ոստիկաններին։ Ընդ որում հայոյախառն բնորոշում էր տվել այն անձանց հասցեին, որոնք կարող են աշխատել ոստիկան։ Դե եկեք համեմատենք։ Հայկական իրականությունում, սակայն սոցիալական հարթակներում այս կամ այն կառույցի վերաբերյալ վիրավորական արտահայտություններով գրառումները քրեական հետապնդումների հիմք են դառնում։ Դրանք հաճախ գնահատվում են որպես մեդիա միջոցներով դրսևորված խուլիգանություն։ Իրական կյանքում խուլիգանությունը մեկնաբանվում է այսպես. հանրային վայրում հանրության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքը, որը ուղեկցվել է, ասենք, հայհոյանքներով կամ հանրային կարգի խախտումով։ Ինչպես կարող է անձը սոցիալական ցանցի իր էջում ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հանրային կարգի նկատմամբ։ Ինքնին վատ բառը կամ հայհոյանքը ինքնին չի նշանակում անարգալից վերաբերմունք հանրության նկատմամբ, ինքնին չի նշանակում բարոյական նորմերի խախտում։ Դեպքեր կան, չէ՞, մեկը օգտագործում է ինչ-որ հայհոյանք, նախապես զգուշացնում է, որ մարդիկ ովքեր դա կարող վատ տանեն, հեռու գնացեք, օրինակ էկրաններից, ես այս բառն եմ հիմա օգտագործելու, ինչ-ինչ բառերով ինչ-որ մեկի նկատմամբ, որտեվ պատճառ կա դրա, նպատակ կա դրա ինչ-որ, նպատակ անարգալից վերաբերմունքը չի։ Խնդիրն այն է, որ այս ոլորտում իրավապահների ֆոկուսում սովորաբար չեն հայտնվում նրանք, որոնց գործողությունները ենթադրաբար չեն տեղավորվում օրենքի շրջանակում։ Սոցիալական հարթակներում այսօր կարելի է հարյուրավոր տեսանյութերի հանդիպել, որոնք իսկապես մեծ խնդիր են հանրային ընկալումների տեսանկյունից եւ ունեն հազարավոր դիտումներ։ Բա դու իրավունք ունես գաս ֆեյքերով ստե գրես։ Քո էջը փակել է հենց հիմա վարկե Բագի ուրիշ բացեմ, 500 էդ բացեմ, էդ անով ընձի չես կարա բաղցնես։ Հանրության մի մասը համոզված է, որ նման նյութերի հեղինակներին պետությունը պետք է ինչ-որ կերպ սահմանափակի, այսինքն սահմանի նորմեր, որոնցով նման տեսանյութերը կֆիլտրվեն, իսկ դրանց հեղինակները կզսպվեն։ Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ ակնոցները, ինչ չեն ասում, մարդուն դարձնում են ավելի ինքնավստահ։ Ինչու՞, որովհետև թաքցնում են հայացքը, ըստ այդմ նա իրեն ավելի պաշտպանված է զգում դիմացինի նկատմամբ։ Նույն տրամաբանությունը աշխատում է նաև սոցիալական հարթակներում, համացանցում ընդհանրապես։ Դու չես երևում, ըստ այդմ դառնում ես ավելի համարձակ եւ ազատ։ Ինչ օրենքներով են կարգավորում այդ ցանցերը, կարգավորում է Միացյալ Նահանգներում ընդունված օրենսդրությամբ։ Այսինքն Հայաստանում մենք չունենք կարգավորող մարմին, որը որ բովանդակությունը կարգավորում է ինտերնետով։ Վերջին տարիներին քննարկվում է ռուսական Ռոսկոմնadzor-ի պես կառույց Հայաստանում ստեղծելու անհրաժեշտության հարցը։ Այն պետք է կարողանա արգելափակել անցանկալի ռեսուրսները կամ նյութերը համացանցում։ Քաղաքասարակության ներկայացուցիչները սակայն չեն ողջունում այդ հեռանկարը։ Այն օրենքները, որոնք գործում են օֆլայն, այսինքն հասարակ կյանքում, նույն օրենքները պետք է կիրառվեն օնլայն, առցանց։ Նոր օրենսդրություն առցանցի համար մշակելը շատ վնասակար է եւ վտանգավոր։ Ինտերնետը լի է շատ բաներով։ Այստեղ շատ վտանգավոր է։ Մի կողմից եթե մենք սկսենք պետությանը, էլի չեմ ուզում դա բարձրացնել, պահանջել դրա ցենզուրա, մենք հսկայական ուրեմն չարաշահման տեղ ենք ստեղծելու։ Արևմուտքում այս հացին թիրախային մոտեցում են սկսել դրսևորել։ Օրինակ, մեզ մոտ հաճախ է խոսվում, որ համացանցում բռնություն կամ ատելություն քարոզող նյութերի հիմնական սպառողն անչափահասներն են։ Կաստրադա օրինակ ընդունված է օրենք, որ սոցիալական ցանցերում 16 տարեկանից ցածր երեխաները իրավունք չունեն ունենալ account։ Մեդալն ունի երկու երես։ Մի կողմից համացանցը քրքրելուց իսկապես գրաքննող որևէ կառույց ստեղծելու ցանկություն է առաջանում, մյուս կողմից հասկանում ես, որ դժոխքը լի է լավ ու բարի ցանկություններով։ Հայաստանյան ներկա իրականությունում նման գործիքն արագ կարող է վերածվել քաղաքական այլախոհության ճնշման միջոցի։ Արմեն Նաթալյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Հիվանդին օգնության շտապօգնության մեքենան փորձել է ոչ կանաչ լույսի տակ կտրել փողոցը, բայց փորձը փորձանք է դարձել։ Կարտոլ չեք տեղափոխում, այլ երեխաների ուշքի եկեք։ Չենք կարող վարորդներին մեղադրել, թե քաչալ անվադողեր են։ Մեղավորը բացառապես տվյալ տարածքը սպասարկող ճանշինի անպատասխանատու չինովնիկներն են։ Ծառաշանտուխերը։ Սարի թաղում,
մի սիրունի աղջիկեր անցնում, ականջդ կանչի թաթա։ Կրակներ կա։ Ոստիկաններից մեկը իր հաշվեցուցակային զենքով կրակում է Մերսեդեսի աջ անվադողի ուղղությամբ։ Նկարում էի ու աղոթում, որպեսզի զոհերի թիվը մեծ չլինի, այսինքն ես էլ էի վստահ, որ զոհ լինելու է։ Նախորդ թողարկմանը անդրադառնալով ճանշինների անարդյունավետ աշխատանքին, խոստացել են հնչեցնել իրենց գործում թերացած ընկերությունների անունները, որպեսզի գոնե հանրային պարսավանքի վախը ստիպի նրանց հավուր պատշաճի կատարել սեփական պարտականությունները։ Ահա եկավ այդ պահը, ու սկսենք Թալին բազմաբերդ կաքավաձոր ճանապարհը սպասարկող կապավոր սահմանափակ պատասխանատվության ընկերությունից, որի ներկայացուցիչների անգործության հետևանքով ճանապարհի մի քանի հատվածներում 15 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի են ունեցել շղթայական ավտովթարներ։ Արդյունքում 10 քաղաքացի հոսպիտալացվել է, նրանցից մեկը օրեր անց հիվանդանոցում մահացել է։ Ճանապարհն ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով, ու եթե հավելում ենք նաև թանձր մառախուղը, ապա այլ պատկեր դժվար էր ակնկալել։ Կարծում եմ կադրերը առավել քան խոսում են։ Քանի ատա շնջու։ Տոշովի կտելա սառում։ Հաբա։ Էլի ուղեկցում եք հետ գաք, չէ։ Հետ կանգեք։ Ինչքան ավտո է այմար կլուք չանեցի։ Ներքևն էլ հա գիտեմ ախպեր, տո ներքև, վերև։ Ստաբուլքնություն տարավ աշտարակի հիվանդանոց հետ է գալիս։ Spike, ele pode ver aqui baixo, Spike, ele ha, esse Spike. Ek bottom ya. Այնա հոգնություն են։ Թալինը այսօր բավականին լարված աշխատեց։ No, let's go. Միջև այդ գայլ, let's say. Աբովյան ջրվեժ ավտոճանապարհին, ինչպես պատմում է Շամչյանը, նկարահանելիս աղոթել է, որ սահմանափակվենք մեկ զոհով։ Մերկասառույցի պատճառով հսկայական կամազը, կարելի ասել, բազմել էր Ֆորդի վրա։ Մեկ հոգի տեղում մահացել էր։ Կադրերը դիտելիս կհասկանաք, որ նման բախման պարագայում մեկ զոհը, որքան էլ դաժան ընչի, սարսափելի չէր։ Հուսամ այս ճանապարհը սպասարկող Կոտայքի ճանշին ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները կդիտեն տեսանյութը ու անհրաժեշտ հետևություններ կանեն։ Թեև չեմ բացառվում հերթական անհետ պատճառաբանությունը, թե տեխնիկան ու մարդկային ռեսուրսները սահմանափակ են։ Այս դեպքում մի հակադարձում կա։ Բայց ինչու եք մասնակցում տենդերներին ու պատասխանատվություն ստանձնում։ Անկեղծ ասած արդեն հոգնել են կրկնել, որ լուսաձայնային ազդանշանների միացրած շտապ օգնության մեքենային ցանկացած պարագայում պետք է զիջել։ Հորդորել էլ պետք չէ։ Սա մարդասիրության տարրական նորմ է։ Ու ընդհանրապես մի պարզ հարց ինքներդ ձեզ պետք է տակ պարոնեք վարորդներ։ Արդյոք ինձ հաճելի կլիներ, եթե ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բարեկամից տեղափոխող շտապօգնությանը մյուս վարորդները չզիջեին, ու երբ շտապօգնության մեքենան հասներ հիվանդանոց, արդեն ուշ լիներ։ Այն ինչ տեղի ունեցավ Կոմիտասի պողոտա եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում ապացուցում է, որ մարդասիրությունը շատերին է խորտ։ Շտապօգնությանը չզիջելու պատճառով գրանցվեց շղթայական ավտովթար եւ հիվանդանոց տեղափոխվեց ոչ միայն մեքենայում գտնվող հիվանդը, այլև 5 հոգի, այդ թվում 2 երեխա։ Սա է գինը, որ վճարում եք մեր հորդորները անտեսելու համար։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամչյանի դահիճ ճանապարհները տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, չեք պատկերացնում, թե ինչքան եմ հոգրել հանրապետության չմաքրված ճանապարհներով երթևեկելուց։ Հեչ չեմ նախանձում ճանշինների ղեկավարներին, անգամ եթե մաթեմատիկայից ուժեղ լինեն, միևնույն է, չեն կարող ճշգրիտ հաշվարկել, թե օրական քանի մարդ է իրենց ազգուտակին հիշում։ Հազարավոր մարդիկ, որոնց համար A կետից B կետը գնալը դառնում է փորձություն, ել չեմ ասում ողբերգություն։ Այո, այս տեսանյութում էլ կներկայացնենք Սուրանկյան արձակուրդային օրերի, այդ թվում որոշ ճանշինների ապաշնոր գործունեության հետևանքով տեղի ունեցած պատահարների մասին, բայց նենց էլ չի, որ սրանով կդադարենք ճանշինների մասին խոսելը, ասեմ ավելին, տվյալներ ենք հավաքում ճանշինների ղեկավարների մասին ու ինչ որ փուլում կտանք նաև դրանց ազգանունները։
Բայց սկսենք, ինչպես ասում են, 4 ճանապարհներից։ Մեր հեռուստադիտողը այնքան է ուսումնասիրել վթարային այս կամ այն իրավիճակները, որ անգամ հպանցիկ ուսումնասիրության դեպքում կարող է ճշգրիտ էպիկրիզ տա։ Ասենք, երբ լսում եք շտապօգնության մեքենա ու խաշմերուկ, ինչ եք մտածում։ Լրիվ ճիշտ եք, որ հիվանդին օգնության շտապօգնության մեքենան փորձել է ոչ կանաչ լույսի տակ կտրել փողոցը, բայց փորձը փորձանք է դարձել։ Տվյալ դեպքում բարեբախտաբար ոչ թե մարդկանց, այլ մեքենաների համար։ Որ շտապօգնության մեքենային ու խաշմերուկին գումարեք նաև գիշերային ժամը։ Տվյալ դեպքում 1:40-ը, այս պատկերը լրիվ տրամաբանական է դառնում։ Երևի արդեն հասկացաք, որ Կոմիտասի պողոտա եւ Վաղարշան փողոցի խաշմերուկում ենք։ Նախնական տեղեկություններով փարոսիկներն ու լուսաձայնային ազդանշաններ միացրած շտապօգնության մեքենան փորձել է կտրել խաշմերուկը, սակայն դարձել է շղթայական վթարի պատճառ։ Տոել Տեսլա, BMW, Mercedes, Kia մի խոսքով, ինչքան հասկացա, վթարի մյուս պատճառը եղել է այն, որ ոչ մի ավտո չի պահպանել անհրաժեշտ հեռավորությունը ու արդյունքում 5 հոգի, որոնցից 2 երեխա տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ընդհանուր 6 ավտո էլի։ Սկորու բալկոնը։ Սկորուննա։ Մեկը չկա սկորու վրա։ Հա, մեքենաները լավ էլ տուժել էին, չէին տուժի, եթե մի ոչ շուտ չցանկանային կտրել խաշմերուկը։ Քանի անգամ ենք ասել, որ շտապօգնության եւ հրշեջ մեքենաներին անկախ հանգամանքներից պետք է ճանապարհ տալ։ Քանի անգամ ենք ասել, որ պատկերացրեք, այդ մեքենան ձեր հարազատին է տեղափոխում կամ այդ մեքենան ձեր տունը բռնկված կրակի դեմ է գնում պայքարելու։ Ուստի պետք է հանդուրժող լինեք։ Իհարկե, դա չի նշանակում, որ շտապօգնության եւ հրշեջ ավտոմեքենաների վարորդներն էլ չպետք է որոշակի զգուշավորություն չդրսևորեն, բայց հարգելի վարորդներ, եւս մեկ անգամ կոչ ենք անում զիջել շտապօգնության եւ հրշեջ ավտոմեքենաներին։ Mercedes-ը տակես BMW-ն եկավ։ Եվս մեկ շղթայական ավտովթար էլի 4 ճանապարհին տեղի ունեցավ Հերացու թունելից դեպի Խանջանի թունել տանող ճանապարհին։ Այս հատվածը իրոք վտանգավորներից է ու երևի թե չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ամեն տարի այստեղ տասնյակի հաստող վթարներ են տեղի ունենում։ Ցավոք այդ թվում ողբերգական։ Չգիտեմ, արագընթաց լինելու հանգամանքն է, երթևեկելի նեղ գոտիները, թե կրուտոյ վիրաժները, բայց փաստն է, որ ոչ բոլոր վարորդներն են կարողանում բարեհաջող հաղթահարել այս ճանապարհը։ Այդպիսիներից են նաև այս Toyota-ի, Mercedes-ի, Chevrolet-ի եւ Voya-ի վարորդները։ Բոլորը տանցնում եք մայր։ Դատելով մեքենաների ստացած վնասվածքներից տպավորություն է, որ մեքենաներից մեկը դուրս է եկել վազանցի, հետևաբար իր երթևեկելի գոտուց եւ ունեցել է ճակատային բախում հանդիպակաց ընթացող մեքենայի հետ։ Համենայն դեպս հավաքվածները հենց այս վարկածն էին առաջ տանում, այսինքն գործ ունենք ամենատարածված խախտումներից մեկի հետ, ինչի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Բայց նկատեցիք, որ ներկայացված 2 վթարի հետևանքով հիվանդանոցներում 5 երեխա է հայտնվել, իսկ դա նշանակում է, որ ոչ բոլոր վարորդներն են մեզ ականջալուր լինում։ Այս դեպքում մեր այն զգուշացումներին, որ երբ ընտանիքի անդամներին, առավել եւս երեխաներին եք տեղափոխում, ցուցաբերեք առավելագույն զգոնություն։ Մենք ասում, մենք լսում ենք։ Դժվար ու բարդ բան չենք ասում։ Կարտոլ չեք տեղափոխում, այլ երեխաների։ Անցանք ճանշիններին։ Նախորդ տեսանյութում բացի դրանից անարդյունավետ աշխատանքից կշտամբեցինք նաև վարորդներին, որոնք տեսնելով, որ ճանապարհները չեն մաքրվում, երթևեկում են ամառային անվադողերով, որպես արդարացում սոցիալական հիմնավորումներ մի բերեք, որովհետև նենց կհակադարձեմ, որ ռսի ասած մալը նե պակաժեցա,
Ասենք, ձեր ամառային կամ քաչալ անիվների պատճառով կարող եք վթարի պատճառ դառնալ ու ձմեռային անիվները 100,000 դրամով գնելու փոխարեն միլիոններ ծախսեք ձեր մեքենան խելքի բերելու կամ ձեր հարվածած մեքենայի ներսում գտնվածների բուժման վրա։ Հասկացաք, չէ, որ այս թեմայով խոսելու բան չունեք։ Ծառա շամփի խերը։ Ախպե մի հատ աղուավաշ չկա լցած։ Ժողովրդյան, տարիների շնորհավոր, սառած ճամփն է։ Էլ ինչ շնորհավոր, թե վթարված երկու ավտոմեքենաների անվադողերն էլ ձմեռային էին, ինչը արձանագրեցին պարեկները, բայց դա չփրկեց Հոնդայի եւ Նիվայի վարորդներին Զովունի Եղվարդ ավտոճանապարհին բախվելուց։ Դեպքը տեղի է ունեցել 22:10 սահմաններում, այսինքն մթին։ Սա էլ հերիք չէր, մի քանի կիլոմետրանոց ճանապարհ ամբողջությամբ մերկասառույց։ Հետևաբար, տվյալ դեպքում չենք կարող վարորդներին մեղադրել, թե քաչալ անվադողեր են։ Մեղավորը բացառապես տվյալ տարածքը սպասարկող ճանշինի անպատասխանատու չինովնիկներն են։ Նայ, փայլում է, նայ։ Դուրս եկեք, դուրս։ Տղեր գորի վանդանոց են տարե։ Արմենը 3 վիրավոր, չէ։ Երկու ուղևորին է տեղափոխել, Այսինքն, եթե ժամանակին ճանապարհը մշակվեր աղ ու ավազի խառնուրդով, Նիվան ամբողջությամբ, իսկ Հոնդան մասամբ դուրս չէր գա երթևեկելի գոտուց։ Այս դեպքում էլ 3 հոգի, որոնցից 2-ը էլի երեխա, տեղափոխվել էին հիվանդանոց։ Սա որոշ ճանշինների, պորտաբույծների պատճառով ներկայացվող միակ դեպքը չէ։ Մյուս դեպքում ողբերգություն է տեղի ունեցել։ Այդ մասին, սակայն, կխոսենք րոպեներ անց։ Բաժկիկը սաղ թազա է, էնել բա։ Սարի թաղում, մի սիրունիկ, աղջիկ էր անցնում, ականջդ կանչի թաթա, բայց մի գեղեցիկ օր Սարի թաղ է հասել ոչ թե տեսնեմ, թե ինչպես է մի սիրունիկ աղջիկ անցնում, այլ որովհետև 911-ը ահազանգ էր ստացել, թե Սարի թաղի որմնադիրների փողոցի 7-րդ տանը ուժգին հրդեհ է ու հնարավորինս շուտ հասեք։ Ահազանգողը չէր չափազանցրել։ Օրը ցերեկով ծակած հրդեհը տեսանելի էր մի քանի 100 մետրից։ Տեսնում եք, թե ինչներ են Սարի թաղի փողոցները։ Լավ ագոնե այն սիրուն աղջիկը կարողանում է տների միջով անցնել։ Իդեպ, սա շատ լուրջ խնդիր է ու հենց օպերատիվ ծառայությունների համար։ Մինչև հասնում են դեպքի վայր, տևական ժամանակ է գնում։ Այդպես էլ եղավ նաև այս դեպքում։ Մինչև հրշեջ փրկարանների հասնելը կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերն ու հարևանները, ապա ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տներ եւ մարել են այն։ Ու մինչև համապատասխան ծառայությունների աշխատակիցները փորձում են պարզել հրդեհի պատճառը, ես պարզեցի, որ կրակը անհետևանք չի անցել տան բնակիչների համար։ Կրակներ կա։ Մի օգու օգնություն եք ցուցաբերել։ Խեղճկին պարզվեց, որ լավ էլ ծխահարվել է ու ոչ միայն նա։ Եվս մի բնակիչ էր ճաշակել կրակի ծուխը։ Շտաբօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին նրանց, ապա առաջարկեցին տեղափոխել հիվանդանոց, սակայն հրաժարվեցին։ Խեղճերը երևի ուզում էին տեղում հասկանալ, թե ինչ է մնում իրենց Նիկոլի թվի տնից։ Հետո արդեն պարզվեց, որ հրդեհի նախնական պատճառը տանիքում էլեկտրալարերի կարճ միացումն է, ինչի հետևանքով այրվել էր նաև 2 տան տանիք։ Դե դա զարմանալու չի, ինչքան քիփ են այդ տները իրար կպած, որ դրանց բնակիչները երևի վաղուց են մոռացել, թե ինչ բան է անձնական կյանք։ Սել կրակի օջախն չկա, չէ՞։ Բա չիմացաք, այս 2026-ի քրեական քրոնիկոնը հարստանում է երկրաչափական պրոգրեսիայով, դո էլ մարդն սպանում, դո էլ տուն են կտրում, դո էլ հետապնդում են իրականացնում, իսկականից գժանոց է։ Երբ երեկոյան ժամը 22-ի սահմաններում ահազանգ ստացա, թե Շամշան շուտ հասի, ոստիկանության գվարդիայի ծառայողները կրակել են մի մեքենայի ուղղությամբ, մտածեցի, թե նոր ստեղծված կառույց է, աչքիս ձեռնոց են ուզում նետեն պարեկներին կամ աչքիս ուզում են ինքնահաստատվեն։ Բայց դե մանրամասներին ծանոթանալուց հետո ասեցի հալալա տղերքի համբերությանը, որ միայն անիվների ուղղությամբ են կրակել։ Լավ, անցնենք մանրամասներին։
Եվ ուրեմն Գյուրջան փողոցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան մոտ գվարդիայի ծառայողները նկատում են մի Mercedes, որը նրանց մոտ կասկած է հարուցում։ Բարձրախոսով հրահանգում են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվում օրինական կանգառ պահանջին, այլև ուշադրություն։ Վրաերթի է ենթարկում ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների եւ դիմում փախուստի ու սկսվում է հետապնդումը, որի ընթացքում գվարդիայի ծառայողներից մեկը նախազգուշական 1 կամ 2 կրակոց է արձակում դեպի օդ, ինչը սակայն չի զգաստացրել հանցագործներին։ Այդ ժամանակ ոստիկաններից մեկը իր հաշվեցուցակային զենքով կրակում է Mercedes-ի աջ անվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել, բախվում է բարձրավորտ էլեկտրասյան բետոնե հատվածին, բայց սա էլ ամենը չէր։ Այսա, ստեղա կրակված։ Վթարվելուց հետո վարորդն ու ուղևորը դուրս են գալիս ավտոմեքենայից եւ տարբեր ուղղություններով դիմում փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվում է նրանց հետապնդել ու վնասազերծել։ Հիմա կհարցնեք, բա այդ ինչու էին փախուստի դիմում։ Որովհետև ժողովուրդ ջան, նրանք կասկածվում են խոշոր չափի թմրամիջոց պայելու եւ իրացնելու մեջ։ Մեր օրերի ամենամեծ չարիքներից է։ Սրանց նմանները պետքա բերդի պատերից բացի այլ բան չտեսնեն։ Նմաններն են դառնում շատ ու շատ երեխաների կործանման պատճառ։ Առողջություն վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության գվարդիայի 2 ծառայողներին։ Նրանց խիղճը հանգիստ է, տականքները վնասազերծվեցին։ Եվ վերջում ճանշինների անգործության հետևանքով ողբերգական վթարի մասին։ Դիտելով այս կադրերը, այլ ելք հնարավոր էլ չէր պատկերացնել։ Կամազը բազմել է Ford Transit-ի վրա։ Այս սարսափելի պատկերը արձանագրել եմ Աբովյան ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում։ Նկարում էի ու աղոթում, որպեսզի զոհերի թիվը մեծ չլինի։ Այսինքն ես էլ էի վստահ, որ զոհ լինելու է։ Նկատի ունեմ կամ Ֆորդի վարորդին, կամ ուղևորին ու կարծես թե աղոթքներս բարձյալը չանտեսեց։ Րոպեներ անց պարզեցի, որ վթարի հետևանքով Ֆորդի վարորդը տեղում մահացել է, եւ ըստ դեպքի վայրում հավաքվածների 2 հոգու էլ շտաբօգնության բժիշկները մինչեւ իմ հասնելը տեղում օգնություն են ցուցաբերել, ու չնայած նրանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց, սակայն բժիշկները չեն լսել ու նրանցից մեկին տարել են։ Ճիշտ են արել։ Քաղաքացին չի պատկերացնում, թե ինչ բարդություններ կարող են առաջանալ։ Առաջին հերթին նկատի ունեմ ներքին արյունահոսությունը, հետեւաբար բժիշկներ ջան, նման դեպքերում առաջնորդվեք ձեր մասնագիտական խղճի մտոք։ Հիմա վթարի պատճառների մասին։ Նորակին կամրջի վրա էլ է եղել նոր։ Կամազը դուրս է եկել հանդիպակացից։ Ճանապարհի մերկասարուցի պատճառով կամազը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու ճակատային բախում ունեցել հանդիպակացով ընթացող Ֆորդի հետ։ Ընդ որում, բացի նրանից, որ ճանապարհին մերկասառույց էր, նաև այն քողարկված էր ձյամբ, ինչը կարող էր մոլորեցնել վարորդներին։ Այս ճանապարհը սպասարկող ճանշինի ղեկավար, դու հանգիստ քնելու իրավունք չունես, ասեմ ավելին, դժոխքում քեզ համար արդեն բռոնյա են արել, ամոթ ու 100 անգամ ամոթ։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք փետրվարի 8-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայացքին։